Մեր այսօրվա ճամփորդության առանցքային նպատակը Հայաստանի անվտանգության մեր պատկերացումը ներկայացնելն է։ Մենք եկել ենք Գիրանց, որի շուրջ 2024 թվականի գարնանը կրքեր էին բորբոքում, իհարկե ոչ միայն Գիրանց, Ոսկեպար, Բերքաբեր եւ այլն, ուղղակի Գիրանցը ամենահիշվող օրինակն է, բայց եւ ամենավառ օրինակն է, եւ այն ժամանակ շատ խոսվում էր նրա մասին, որ ահա այդ ամեն ինչից հետո Գիրանցում մարդ չի մնալու, բոլորը գնալու են, Գիրանցի դպրոցներ կառուցվում, որ ասում են, որ ոչ մեկ իր երեխուն չի տանելու, Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա է դպրոցը եւ ճիշտ է, այս պատից են կողմ, տեղ կա ընդհանուր մի մետր են կողմ Ադրբեջանն է։ Բայց ես հիմա Հայաստանի վարչապետն եմ, ոչ միայն ինքս եկել ստեղ կանգնել եմ, այլև ձեզ էլ հրավիրել են բարձրաստիճան պաշտոնյաներ են, մարզպետ, համայնքների ղեկավարներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ես եկել եմ ստեղ կանգնած եմ։ Ու ինչպես տեսնում եք, ոչ զորք կա, ոչ տանկ կա, ոչ հրթիռ կա եւ այլն եւ այլն։ Բայց չի ստեղ կանգնած։ Բայց չի մտավախություն չունեմ անվտանգության։ Հրթիռները չենք բերել ավիացիան օդում չի, զորքեր չկան, ստեղ ընդհանրապես զինվոր չկա, ես ձեզ մի բան ասեմ, ավելին, մեր սահմանապահ ծառայությունն է, այս հատվածում, ծառայությունը իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, ինքնաձիգների վրա չկան պահունակներ, նույնն էլ Ադրբեջանի կողմից, բայց ես Ադրբեջանին չեմ անդրադառնում, բայց ի՞նչն է պատճառը, ո՞րն է դրա պատճառը, դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու իրավունքը աշխարհում ոչ մեկ, որտեղ գտնվելու մեր իրավունքը աշխարհում ոչ մեկ չի վիճարկում։ Լեգիտիմությունն է, երբ որ ես ասում եմ, որ անվտանգություն ասելիս առաջի տեղը բանակն է, երկրորդ տեղը բանակն է, երրորդ տեղը բանակն է, չորրորդ տեղը բանակն է, հինգերորդ տեղը բանակն է, նշանակում չկա անվտանգություն, որովհետև դու ինչքան էլ բանակ, ուժեղ բանակ ունենաս Հայաստանի Հանրապետությունում, ցանկացած երկիր կգտնվեն ուրիշ երկիր կամ երկրներ, ովքեր ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար բանակը որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է պետք է դարձնել չորրորդը, այսինքն ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է։ Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտը այս պատն է, որովհետև ասում է, որ երբ որ այս պատը չկար Գիրանցը ավելի անվտանգ էր, թե ավելի վտանգավոր էր։ Իհարկե ավելի վտանգավոր էր,